Նամակ եմ ստացել։ Հայաստան խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը հրապարակավ պատասխանել է Նիկոլ Փաշինյանին իմպիչմենթի ենթարկելու առաջարկով Էդգար Ղազարյանի և Նարեկ Մալյանի նամակին։ Պատասխանում եմ հրապարակավ։ Ըստ պատգամավորի, իմպիչմենթի գործընթացը հնարավոր է և պետք է սկսել միայն այն ժամանակ, երբ երկրում կա իրական երկիշխանություն։ Հիմա էլ դուք եք խոսում։ Մինչդեռ այսօր Հայաստանում մեկ մարդու և մեկ խմբակցության բացարձակ իշխանություն է, մեկ մարդու դիկտատուրա, քաղաքական մեծամասնություն ՔՊ-ի վրա։ Իմպիչմենթ պետք է սկսել, երբ թելադրողը փողոցն ու ընդդիմությունն են, երբ ուժային կառույցները չեն համարձակվի արյունահեղության հրաման կատարել, ասել է Վարդանյանը։ Այսօր նման իրավիճակ է։ Ոչ։ Պատգամավորը հիշեցրել է Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Դավիթ Հարությունյանի մեկնաբանությունը, թե իմպիչմենթը նախաձեռնողների իրական նպատակը վարչապետի միասնական թեկնածու որոշելն է, առանց որի հնարավոր չէ այդ գործընթացը սկսել։ Եթե իրոք այդպես է, այդ նպատակով էր պետք նախաձեռնություն քննարկումներ սկսել։ Միասնական թեկնածուն որոշվելու է կամ փողոցում, հզոր ճնշման արդյունքում կամ ընտրություններով։ Քայլերի հերթականությունը խառնելը ավանտյուրա է կամ սադրանք կամ այլ նպատակ է հետապնդում։ Ինչը կարող է լինել նպատակը։ Փորձել շանտաժի ենթարկել Հայաստան խմբակցությանը, կամ ասեք իմպիչմենթի են գնում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թեկնածությամբ, կամ ընդունեք Ռոբերտ Քոչարյանը ձեր թեկնածուն չէ։ Ըստ Աղվան Վարդանյանի, իմպիչմենթի նախաձեռնության հեղինակներից Էդգար Ղազարյանը հանդիպել է երկրորդ և երրորդ նախագահների հետ, և Ռոբերտ Քոչարյանը չի ողջունել հենց այսօր իմպիչմենթ սկսելու գաղափարը։ Երրորդ նախագահը ողջունել է հենց այսօր իմպիչմենթ սկսելու ծրագիրը։ Թող Էդգարը ասի, եթե ասած ողջունել է, ես առաջարկում եմ պատիվ ունեմ խմբակցությանը սկսել թեկնածուի անուն տալ։ Ասում են թող Հայաստան դաշինքը առաջարկի Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը, պատիվ ունեմ Արթուր Վանեցյանի։ Արթուր Վանեցյանը ինչ կապ ունի պատիվ ունեմ խմբակցության հետ։ Իմ համոզմամբ ստորակետ։ Հայաստան խմբակցության առաջնորդը երկրորդ նախագահն է, պատիվ ունեմինը երրորդ նախագահ։ Հայաստան խմբակցության պատգամավորը լկտիություն ու շանտաժ է անվանել ընդդիմադիր պատգամավորներին ուղղված մեղադրանքը, թե Նիկոլ Փաշինյանի օրակարգն են սպասարկում։ Անթույլատրելի համարել Հայաստան խմբակցության վրա ճնշում գործադրելու փորձերը։ Էդգարն ու Նարեկն են ինձ պարտադրելու այսօր անել մի բան, ինչին ես չեմ հավատում։ Ում են պարտադրելու։ Ես կճնշեմ այդ պատգամավորին, ասում են Նարեկը։ Դե արի ինչ ճնշի։ Նարեկը հաճախ լկտի անում է։ Ասում են 2021-ին խաբել են ավանտյուրիստի նման, քվե էին կլյանչի տանում, ընդդիմադիր աֆերիստներ, անբարոյական կեցվածք ունեն։ Սիրով ասեմ, լկտիությամբ Նարեկի հետ կարող են մրցել միայն մի քանի ՔՊ-ական պատգամավորներ։ Հարգելի լրագրողներ, թող ձյուն չգա Նարեկ Մալյանի հետ Ղազարյանի գլխին, թող կանաչ արև ունենամ, բայց թող չափերը ճանաչեն։ Կեղծ օրակարգով հասարակությանը մոլորեցնող ՔՊ-ն հերիք է։ Հայաստան դաշինքի և երկրորդ նախագահի դեմ կազմակերպված այս արշավը բարոյական չէ, իսկ ինչը բարոյական չէ, արդյունավետ չի լինելու, հայտարարել է Աղվան Վարդանյանը, նաև արձագանքել Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությանը, թե իր գլխավորած ուժը ծրագրում է իշխանափոխություն անել մինչև 2026 թվականը։ ՀԿ-ն նաև միշտ հայտարարել է, որ ոչ մի ընդդիմադիր ուժ միայնակ իշխանափոխություն չի կարող անել։ Ուրեմն այդ ծրագիրը կներկայացվի, կտեսնենք։ Վստահ եմ, այդ ծրագիրը հենց այսօր իմպիչմենթ սկսելը չէ։ Ինձ համար այս թեման այլևս փակ է։